Մարդու իմունային անբավարարության վիրուսով առուցվող համախտանիշը ժամանակակից աշխարհում հասարակության վրա բազմակի ներգործություն ունեցող իմունային համակարգի հիվանդություն է։ Մայիսի 3-րդ կիրակին նշվում է ձիայից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր։ Այս տարի այն նշվեց մայիսի 19-ին։ Ձիայից մահացած մարդկանց հիշատակի օրն առաջին անգամ նշվել է 1983 թվականին Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Այս տարի World Vision կազմակերպությունն իրականացրեց Եվրոպական միության կողմից կազմակերպված Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնության միավի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն տարածաշրջանային ծրագիրը։ World Vision Հայաստան կազմակերպությունը ծրագիրն անցկացրեց Ստեփանավանում և Գավառի 14 համայնքներում։ Ծրագիրը նպատակ ունի Հարավային Կովկասում և Ռուսաստանում միասնական ծրագրի իրականացման, միգրանտների շրջանում միավի փոխանցման նվազեցման, միավ ձիահի կանխարգելման, բուժման, խնամքի, ծառայությունների հասանելիության մատուցման։ Յուրաքանչյուր տարվա մայիսի 3-րդ կիրակի օրը տարբեր երկրներում հիշում են ձիայից մահացած մարդկանց, նաև արտահայտում են իրենց ամերաշխությունը միավով ապրողներին։ Ձիայից մահացած մարդկանց հիշատակի օրվա շրջանակներում ողջ աշխարհում անցկացվում են միջոցառումներ։ Դրանք նպատակ ունեն սևեռելու հասարակության և կառավարության ուշադրությունը միավ ձիայի խնդիրների վրա։ Մայիսի 19-ին World Vision Հայաստան Գավառի տարածքային զարգացման ծրագրի շուրջ 30 կամավորներ Գավառի 14 համայնքներում անցկացրին օրվան նվիրված միջոցառում։ Շուրջ 10 տարի արդեն ԱՊԵԿ հասարակական կազմակերպության շրջանակներում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ առողջ ապրելակերպի ուղղությամբ և սեմինարից հետո ընտրվում են այն աշակերտները, որոնք ավելի ակտիվ են հասարակական գործունեություն կատարելու մեջ։ Եվ այդ աշակերտները հետագայում կազմում են ակտիվ խմբեր, այսպես ասած կամավորական խմբեր, և ցանկացած աշխատանք նրանք կատարում են հաճույքով և սիրով։ Գիտենք, որ հիմա շատ մեծ տարածում ունի միավ վարակը և իմ կարծիքով մենք կամավորական լինենք, աշակերտ լինենք, թոշակառու ուսանող դա ընդհանրապես կապ չունի, մենք պետք է համախմբվենք մի նպատակի շուրջ, որպեսզի մարդկանց զերծ պահենք վարակվելուց։ Կամավորները համայնքների բնակիչներին իրազեկում էին միավի և ձիայի մասին և անցկացնում հարցումներ։ Այսօրվա իմ առաքելությունն է իմանալ, ճշտել, թե Գավառի տարածքում, մեր տարածաշրջանում ինչքանով են տեղեկացված միավի վիրուսի և վարակի մասին և դրա համար որոշեցի մասնակցել, կամավոր միանալ խմբին։ Գիտեմ, որ միավը վիրուս է, իսկ ձիահը արդեն հիվանդություն, այն իրենից շատ լուրջ խնդիր է հանդիսանում և դրա հետևանքով շատ մարդիկ են մահանում և հենց այսօր միավից և ձիահից մահացածների միջազգային օրն է և մենք փորձում ենք բնակիչներին հետ պահել այդ հիվանդությունից։ Հիմնականում կհարցնենք, թե ինչ է միավը, կփորձենք տարիքային 13 տարեկանից մինչև 50 տարեկան մարդկանց հարցնել դրա մասին և կբաժանենք բուկլետներ, որոնց միջոցով նրանք երևի կփորձեն հեռու մնալ այդ հիվանդությունից։ Հայաստանում 2013 թվականին գրանցվել են միավով ապրող 1322 մեծահասակ և 24 երեխա, իսկ 664 մեծահասակների և 11 երեխաների մոտ գրանցվել է ձիա։ Նշենք, որ Հայաստանում 2005 թվականից միավի դեմ պայքարում են ռետրովիրուսային բուժմամբ։ Աշխարհում միավով վարակված մարդկանց մոտ 90%-ը չգիտի իր վարակագիր լինելու մասին։ Լինելով գործնականորեն առողջ, այդ մարդիկ նույնիսկ չեն կասկածում, որ իրենց օրգանիզմում առկա է միավ, քանի որ վարակվելուց հետո ակնառու կլինիկական ախտանիշներ չեն ունենում։ Միավի խարդավանքը հենց նրանում է, որ այն կարող է հանգիստ ապրել վարակված մարդու օրգանիզմում և երկար տարիներ որևէ կերպ զգացնել չտալ։ Մինչդեռ վարակվելուց մի քանի օր անց միավ ունեցողն այն կարող է փոխանցել այլոց։ Այս նկատառումներից ելնելով էլ միջոցառման ներկայացուցիչները կարևոր են համարում մարդկանց իրազեկված լինելը։ Այսօր մենք քարոզում ենք առողջ ապրելակերպ և ոչ միայն ճիշտ վարքագծի դրսևորում, նաև մենք այսօր փորձում ենք իլուր մեր հասարակությանը ասել, որ բոլորս խոցելի ենք միավի նկատմամբ և մեր տարածաշրջանը համարվում է այն ռիսկային գոտիներից,
որտեղ միավի վարակը շատ ավելի արդի եւ շատ ավելի տեսանելի է իր փոխանցումը, որովհետեւ մենք ունենք այսօր միգրացիա եւ միգրանտի ընտանիքի անդամը համարվում է այդ ռիսկային վարքագիծ կրողը։ Փորձում ենք ռիսկային վարքագիծ կրողին ասել, որ միավը դա այնքան վտանգավոր չէ, ինչքան իրենք են պատկերացնում։ Վաղ շրջանում հայտնաբերելով միավը կարելի է այն բուժել եւ մարդը իր ամբողջ կենսաբանական կյանքը ապրի ուղակի այդ վիրուսը կրելով եւ ինչու՞ չէ նաեւ նվազեցնելով վիրուսի ազդեցությունը։ Այսօր դիահից մահացածների հիշատակի օրն է, մենք կամավորներով մի փոքր հարցում ենք իրականացնում։ Գիտեք թե ինչ է միավը, չէ։ Վերցրեք իրազեկվեք, գիտեք թե ինչ է միավը։ Կամ դիահը, ինչ է։ Չբուժվող հիվանդություն է։ Լավ, շատ բարի։ Իսկ քանի տարեկան եք։ 34։ 34։ Լավ, շնորհակալություն, ստացեք սրանցից իրազեկվեք։ Հետաքրքիր է, գիտեք թե ինչ է միավը։ Գիտեմ եւ միավը, եւ դիավը։ Ինչ է։ Մենք դասընթաց ենք ոնցել։ Գիտեք թե ինչ է միավը կամ դիահը։ Լավ, շնորհակալություն, վերցրեք, կարդացեք, իրազեկվեք։ Միավը մաքրի իմունային ամբողջացիա վիրուս, դիահը ձերբերովի իմունային շնորհակալություն։ Աշխարհում վերջին 30 տարիների ընթացքում ձիահը խլել է ավելի քան 25 միլիոն մարդու կյանք։ Նմանօրինակ միջոցառումները հասարակությանը փորձում են իրազեկման միջոցով ետ պահել ռիսկային վարքագծից։ Իրազեկումները, որ կատարում է World Vision-ի կողմից, մեր կողմերում շրջում են, բուկլետները բաժանում են, շատ կարևոր նշանակություն ունի։ Ժամանակներ առաջ, երբ որ այդ հիվանդությունը արդեն եղել է այդ վիրուսը, շատ զոհեր ենք ունեցել, բայց ոնց նկատում եմ ավելի քչանում է։ Մեր Սարքան համայնքի ժողովրդի մեծամասնությունը արտերկրյա աշխատանքների է մեկնում, այդ պատճառով էլ այդ ձիահի հիվանդությունը, սպիդը ավելի շատ տարածված է լինում։ Այդքանով հանդերձ ես էլի կփորձեմ իմ շրջապատում իրազեկեմ, որպեսզի ամեն ինչ ավելի նորմալ լինի։ Եվրոպական միությունը եւ World Vision-ը Հարավային Կովկասում եւ Ռուսաստանում իրականացնելով տարածաշրջանային մակարդակով շահերի պաշտպանության միասնական գործողություններ նպատակ ունեն նվազեցնել միավի ազդեցությունը միգրանտների շրջանում, ինչպես նաեւ նպաստել միավ ձիահի կանխարգելման, բուժման, խնամքի ծառայությունների հասանելիության բարձրացմանը։ Կամավորները այս աշխատանքի մեջ փորձում են իրենց լուման ներդնել եւ նրանք արժևորված են իրենց զգում, որ կարողանում են մարդկանց իրազեկել միավի նկատմամբ։ Ես այսպիսի կամավորական աշխատանք կատարելուց հետո ինչ շատ լավ եմ զգում, պիտանի մարդ եմ զգում, որ բնակչությանը ինչ որ մի գործով պետք եկա, օգնեցի։ Կավելացնեմ, որ մեր խորհուրդները լսեն եւ հետևեն մեր խոսքին, որպեսզի իրոք հետ մնան այդ ամենից, որովհետեւ շատերը կարող է պատասխանեն, բայց հետո իրենց հաջորդ քայլը լրիվ անգիտակից լինի։ Երբ որ մենք իրազեկում ենք, զգում ենք, որ ինչ-որ բարի գործ ենք արել, կարելի է ասել ինչ-որ մեկի կյանքը փրկել ենք, դա հիմնականում բարի գործ է, թեթևացած ենք մենք զգում մեզ ավելի։ Այս ծրագրի գավառի կամավորները 14 համայնքներում մարդկանց շրջանում օրվա ավարտին հասցնին անցկացնել միավի վերաբերյալ շուրջ 1200 հարցում։ Շնորհակալ եմ այս միջոցառումը կազմակերպողներին եւ իրոք սա պետք էր բնակչության եւ ընդհանուր մարդկության համար։ Թող այսպիսի միջոցառումներ հաճախ կատարվեն։ Ամեն տարի ձիահից մահացած մարդկանց հիշատակի օրն աշխարհում ոմավարության արարողություն է կազմակերպվում։ World Vision Հայաստան գավառի տարածքային զարգացման ծրագրի կամավորները եւս երեկոյան կատարեցին այս արարողությունը։ Այն նպատակ ուներ ոգեշնչել համայնքներին եւ անհատներին ընդգրկվելու միավ ձիահի դեմ պայքարում։ Այս իրադարձությունն առաջացնում է նաեւ համախմբվածության զգացում եւ գրավում համընդհանուր ուշադրություն։ Ապրենք առողջ եւ դրսեւորենք պատասխանատու վարք։ Ապրենք առողջ եւ խուսափենք վատ հիվանդություններից։ Միավը բոլորիս խնդիրն է։ Լինենք իրազեկված, Լինենք տեղեկացված։ Պաշտպանվի, իրազեկիր եւ պաշտպանի։ Ապրենք սթափ։ պահպանենք առողջ ապրելակերպ։ Զերծ մնալ պատահական սեռական հարաբերություններից։ Հարգենք միմյանց։ Լինենք ուժեղ։ Լինենք պաշտպանված։ Չօգտագործենք իրեն։ Բաց սովորություններին ասենք ոչ։ Լինենք միասնական։ Միավը յուրաքանչյուրիս խնդիրն է, հետազոտվենք եւ ապրենք առողջ։ Պետք է լինենք զգույշ։ Ապրենք առողջ։ Հարգենք ինքներս մեզ։ Լինենք իրազեկ։ Խուսափենք իմացություններից։ Դրսևորենք պատասխանատու վարքագիծ։ Այս ժապավենը խորհրդանշում է ամբողջ
մարդկանց միասնությունը, միավ վարակագիրների եւ առողջ մարդկանց միասնությունը, կամավորների խումբը մենք տարածում ենք տեղեկատվություն, որպեսզի հասարակությունը զերծ մնա միավ վարակագիրների նկատմամբ խտրական վերաբերմունքից եւ կարծրատիպերից։ Ոմավառության արարողությունն առաջին անգամ տեղի ունեցել 1983 թվականին, երբ գրանցված էր ձիայից մահվան մի քանի հազար դեպք։ Արարողությունը կարևոր նշանակություն ունի ձիայից մահացածներին հիշատակելու, միավով ապրող մարդկանց աջակցություն ցուցաբերելու, միավ ձիայի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու եւ միավ ձիայի դեմ պայքարի մեջ համայնքներին ներգրավելու համար։ Միավը յուրաքանչյուրիս խնդիրն է, էլ ազոտվի եւ ապրի։